Ինչպես արդեն հայտնել էինք, բավականին մեծ սկանդալ է հասունացել Սոֆի Դևոյանի պարուհիների շուրջ։ Բանն այն է, որ համացանցում քննարկվում է այն թեման, որ պարուհիները կրել են թուրքական զարդանախշերով հագուստ։ Ի պատասխան քննադատություններին Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոնը հայտարարություն է տարածել։ Տարիներ շարունակ Սոֆի Դևոյանի պարի դպրոցը ներկայացրել է հայկական մշակույթը աշխարհի տարբեր բեմերում, պահպանելով մեր ազգային ժառանգությունը։ Մեր բեմական հագուստները միշտ կրել են հայկական ինքնության շունչը և դա պարզապես ոչ չէ, այլ նվիրում արմատներին։ Սոֆի Դևոյանը դեռ 1993 թվականից ինքն է ստեղծել և ձևավորել բեմական հագուստները, դրանց վրա վրձնով վերարտադրել Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը, կենտրոնացնելով հայ արվեստի հարուստ ժառանգությունը։ Այդ տարիներին, երբ պայմանները խիստ դժվար էին, նա հայ ձեռագործն ու արվեստը ներառեց իր բեմադրություններում, ներկայացնելով պար հայկական մանրանկարչություն։ Սակայն ցավոք, նման նվիրված ու արժեքավոր աշխատանքները երբեք լայն լուսաբանում չեն ստացել։ Այսօր ևս մենք հավատարիմ ենք մեր մշակութային առաքելությանը և շարունակելու ենք հպարտությամբ ներկայացնել հայկականը հագուստում, պարում, արվեստում և մեր ինքնության յուրաքանչյուր դետալում։ Հատուկ շնորհակալություն բոլոր այն արվեստագետներին և մասնագետներին, ովքեր միշտ մեր կողքին են, աջակցում են ստեղծագործական նոր մոտեցումների իրագործմանը և իրենց տաղանդով նպաստում հայկական մշակույթի զարգացմանը։ Ձեր նվիրվածությունն անգնահատելի է, նշված էր հայտարարության մեջ։ Պարուհի Սոֆի Դևոյանը վերջին շրջանում բավականին հաճախ է հանդես գալիս նոր հարցազրույցներով ու դրանց ընթացքում ի թիվս այլ թեմաների խոսում է նաև թոռնուհու ու հարսի հետ իր հարաբերություններից։ Մենք այդպես սիրով ենք Զառիչկայի հետ, ես իրեն իմ երեխայի պես սիրում եմ, ինքը իմ աղջիկն ա։ Մտածում էի ոնց ա տենց ստացվում, որ մենք լավ ենք իրար վերաբերվում, իրար հասկանում ենք։ Մտածում էի դա տարիքի հետ է կապված, թե ուղղակի համընկել են մեր բնավորությունները։ Շատ անգամ լռում ենք ու իրար հետ նույն բանն ենք ուզում խոսել։ Երևի մարդու բնավորությունից է, մարդը տարիների ընթացքում շատ բան սովորում է, ավելի խելացի է դառնում, ավելի ինտելեկտուալ է դառնում, ավելի շատ բաներ է հասկանում, բայց եթե դու պինդ ես, քեզ ոչինչ չի կարող փոխել։ Երբեք չպետք է փորձես մարդուն փոխել, որովհետև դա անիմաստ է։ Երևի երկուսս էլ հասկացել ենք, թե ինչ ձևի մարդիկ պետք է ընտանիքում ապրեն։ Ես չեմ հիշում, որ մեր տանը վեճ լինի, կռիվ լինի, ես չեմ պատկերացնում տենց բան։ Մենք կարող ենք խոսել, վիճել արվեստի մասին, տարբեր հարցեր քննարկել։ Սոֆի Դևոյանը խոսել էր նաև Լուիզա Ղամբարյանի հետ հարաբերությունների մասին ու նշել. Ես եմ Լուիզային առաջարկել, ասել եմ ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար, մենք լավ ընկերություն ենք անում ընտանիքներով։ Ցավոք Գյորգի Կիմիչը տենց շուտ գնաց կյանքից, բայց Լուիզան, Գաբին մինչև հիմա իրար տուն ենք գնում, շատ ջերմ հարաբերություններ են։ Եթե որևէ հարց լինի, տղասում ենք, ամբողջ ընտանիքով իր կողքին ենք։ Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ պարուհին մեկ այլ հարցազրույցով էր հանդես եկել, որի ընթացքում կրկին բավականին հետաքրքիր բացահայտումներ էր արել։ Զրույցի սկզբում պարուհին պատմել էր իր օրվա ընթացքի մասին։ Ես սիրում եմ քնել, երբ տեսնում եմ աստղեր և սիրում եմ արթնանալ, երբ ինձ լույսն է արթնացնում, սիրում եմ առավոտյան րոպեները։ Ընդհանրապես մենք ընտանիքով լավ ավանդույթ ունեինք, առավոտյան դուրս էինք գալիս քայլելու, ուժը չգիտեմ որտեղից եմ վերցնում, Աստված տա այդ ուժը չկորցնեմ։ Պարուհին անդրադարձ էր կատարել նաև մարդկային հարաբերություններին ու նշել, որ իր կարծիքով երեխաների վրա երբեք պետք չէ բղավել։ Շատ մամաներ պետք է փոխվեն և սովորեն երեխայի հետ բացատրելով խոսել։ Ես երկու ձևի մարդկանց եմ սիրում՝ բարի և հանգիստ։ Մենք տարօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ դաժանությունն ու պրոգրեսը իրար հետ են շարժվում։ Իսկ ահա իր և Գյորգի Պողոսյանի բաժանման մասին խոսելիս Սոֆի Դևոյանը ասել էր. Այնինչ որ լինում է, պետք է լինի, ինչ ուզում ես արա։ Մեր լեզվի մեջ անգամ ինչքան ցավ կա, ամուսնացավ, հիվանդացավ, սաղ ցավ ա։ Դրամը եթե հակառակ կարդաք մարդ ա, ես դա չեմ ընկալում։ Կցանկանայի, որ մեր հիմնը փոխվեր երկրի էներգիան, հիմնը միշտ պետք է տանի բարձունք, դեպի վերելք։ Ես միշտ ասում եմ, որ մարդուն պետք է սովորեցնել լինել երջանիկ, պետք է աշխատել լինել գոհ, եթե անգամ ինչ-որ բան այն չէ։ Դևոյանը խոսել էր նաև ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին ու նշել.
ասել. Ես երբեք հարսից տղայից չեմ անի նկատողություն, ինչ որ ձևի կխոսեմ, մենք այնքան լավ ենք հասկանում իրար, զառը չկաս որ մտավ մեր տուն, դրվածքն այդպիսին էր, մեզ մոտ այնքան համահունչ է ամեն ինչ, երևի դա մեծից էլ է գալիս, իմ ամուսինն էլ շատ հանգիստ անձնավորություն է, անձնավորություն, ով ամեն օր ինձ կարող է զարմացնել, երեխաներիս էլ եմ ասում, Աստված չտա գա մի օր, երբ դադարես հիանալ, դադարես զարմանալ, ես չեմ սիրում անտարբեր մարդկանց։ Պարուհին եւ թորնուհին Սոֆի Դևոյան կրտսերը համատեղ բազմաթիվ զվարճալի հոլովակներ ունեն, որոնք երբեմն հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Սոֆի Դևոյանը նշել էր, որ այդ ամենը անում է միայն հաճույքի եւ զվարճանքի համար։ Դա փոքրիկ վայրկյան է, երբ անջատվում ես կենցաղից եւ լսում ես ինչ է ասում քո թորնիկը, իսկ դա հիմնականում իր միտքն է։ Ես իրեն չեմ կարող մերժել երբեք, իմ թորնիկներին շատ եմ սիրում, իրենց խոսքը իմ համար օրենք է, որ տղաս փոքր էր շատ քիչ եմ իրեն նկատողություններ արել, միշտ որպես անձ եմ վերաբերվել։ Ես իմ թորնիկներին էլ միշտ ասում եմ, դուք ամեն ինչի կարող եք հասնել եւ կհասնեք։ Սոֆի Դևոյանը մեկ անգամ չէ որ նշել է. ինքը պետության կողմից իրեն գնահատված չի զգացել, նույն թեմայի մասին խոսելիս նա ընդգծել էր. Դա ինձ համար անցած էտապ է, իմ բոլոր կոլեգաները ժողովրդական արտիստի կոչում ունեն, ես այդպես էլ չստացա, դա ինձ չի հուզում արդեն, դրանով չի, որ ես պետք է ինքնահաստատվեի, ես բավականին ինքնաբավ մարդ եմ, չեմ ունեցել երբեք մեծ հովանավորներ։ Իր տարբեր հարցազրույցների ժամանակ Պարուհին նաև հաճախ է նշել. պետք է սովորել կյանքում իմանալ ու տարանջատել կարևորն անկարևորից։ Մեկի համար կարևոր են ընտանիքը, ընկերները, մյուսի համար աշխատանքը։ Երբ մարդ իր մեջ դա հասկանում է, այդ ժամանակ կարող ենք ասել, որ նա երջանիկ է։ Երբ մարդ ներքուստ ուրախ է, այդ ամենը արտացոլվում է նրա աչքերում, արտաքինի մեջ։ Նա քայլող լույս ու սեր է դառնում, ով անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Դրա համար բավական է ընդամենը մեկ բան՝ սեր։ Մարդիկ սեր պետք է կրեն իրենց մեջ։ Հիշեցի մի դրվագ, երբ Իսպանիայում էի, ինձ հրավիրեցին գարեջրատուն, որտեղ կողքի սեղանին նստած էր մի կին, ով մեղմ ասած շատ տգեղ էր իմ աչքին թվում, լռություն տիրեց ու միացավ երաժշտություն։ Ես իմացա, որ այդ կինը շուտով պետք է ապարի եւ մտքումս արդեն ինձ համոզում էի, թե ինչպես եմ հետևելու նրան։ Երաժշտության առաջին նոտաները խփեցին ու այդ կինը բեմ դուրս եկավ, ֆլամենկո էր ապարում։ Ես շուրջս ամեն ինչ մոռացա, տարվել էի այդ կնոջ պարով, անգամ զգացի, որ շունչս կտրվում է։ Այդ կինն իմ աչքին ակնթարթի մեջ վերափոխվեց ու դարձավ ամենագեղեցիկը կանանց մեջ։ Ես ծանոթացա նրա հետ, շատ տարիներ անց իմացա, որ ես տեսել եմ աշխարհահռչակ պարուհիներից մեկին։ Ուզում եմ ասել, որ մեր կյանքում կան մարդիկ, որոնց հետ խոսելիս կարող ես հիասթափվել եւ կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն անի քեզ դուր գալու համար, պարզապես կանցնեն կողքովդ եւ դու կզգաս մեծ չափաբաժնով ջերմություն, կստանաս անասելի մեծ էներգիա։ Պատահական չէ, որ ես իմ խոսքում նշեցի երջանիկ մարդ լինելու հանգամանքը։ Հենց այսպիսի մարդիկ են կյանքում երջանիկ լինում, իսկական, անկեղծ ու էներգիայով լեցուն։ Ես շատ երջանիկ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ։ Եթե կա քո մեջ սեր որևէ գործի հանդեպ, դու անկարելի է, որ դա վատ անես, չես կարող չստեղծագործել։ Ես իմ կյանքն առանց արվեստի չեմ պատկերացնում, առանց պարի, կինոյի, նկարչության։ Իմ բոլոր զգեստների հեղինակն եմ հանդիսանում ես, ու դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մտքի թռիչքի արդյունք։ Ես արվեստի մեջ ապրող այդ աշխարհը գնահատողներից եմ։ Ինձ անասելի բարդ է թվում այն հարցը, թե ինչ է պարը, այն իմ կյանքն է, իմ սերը։ Ուզում եմ, որ կյանքում ոչ մեկ չիմանա ինչ է նշանակում հոգնել աշխատանքից։ Ինքս առաջնորդվում եմ այդպես։ Երբ պար եմ բեմադրում, մոռանում եմ ժամանակի, սնվելու մասին, որովհետև հոգևոր այդ զգացողությունները, երբ աշխատելիս ստանում եմ, ավելի մեծ բավականություն են պարգևում ինձ։ Երբ հետահայաց նայում եմ իմ ճանապարհին ու համեմատում այսօրվա հետ, հասկանում եմ, որ մեր օրերում կան բազում հնարավորություններ։ Իմ ժամանակ ինձ ոչ մեկ հնարավորություն չի տվել պար բեմադրելու, իսկ ես անում եմ հակառակը, հավատում եմ մարդուն։ Դա ամենակարևորն է։ Առաջին անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, իսկ երրորդ անգամ արդեն նրանք կստեղծեն բեմադրություն, որը կունենա միտք։ Դրամա, ինչու ոչ այն կվերածվի նաև հեքիաթի։ Ես ուզում եմ, որ իմ սաներն անցնեն իմ ճանապարհը զգալով բեմում գտնվելու հաճույքը, որովհետև բեմը անսահմանություն է, որի մեջ կաս միայն դու, նշել էր Պարուհին։ Մենք արդեն Մոսկվայում ենք։ Տես ինչ եք խոսում, տես ինչ եք տենց լուրջ խոսում։ Ինչ, ինչ այդ համերգը։ Ամեն դեպքում նույնն չէր ուզում ասել, բայց վաղը համերգի ենք։
Գաղտնիքները չես ուզում բացել, գաղտնիքները։ Եմ վրասում, ну говори, ну не, ну говори։ Չէ։ Մենք ամբողջ հումոր ունեին էինք սպասում, չէին ուզում թողնել այս անգամ Մոսկվա, բայց լավ է։ Չէ, Ալա Պուգաչովան, ուր է Ալա Պուգաչովան, Ալա Պուգաչովան այն կողմերն ան միտեղ, ուր է Լևոնյանը։ Դուք ինչի եք սենց առանց ներդել, ինչ խոսալու բան ունեք, հա? Զարջան, Ինչի սենց տխուր եկանք Մոսկվա տեղ, բան արևը պրծավ, բան, հեսա արև եք բերեք, Համոն պրոբլեմ չի ունեցել, մի անգամից փողել են իրան Մոսկվա։ Всё, լրիվ մի անգամ։ Ճանաչում են, սիրում են, Հա, ծելպես։ ոչ մի սանկցիայի տակ չեն։ Всё. Ճիշտ ապրում եք Զարջան։